Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 13-ի համար։ Օրը երեքշաբթի է, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Իհարկե արդեն լիալուսնից հետո է նվազում է լուսինը և կարող եք վիրահատություններ անել, այն գործերն անել ավարտել, որը որ մնացել էր, դրանք կարող եք ավարտել։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև ուղղակի կարող է ձեզ հարկավոր է մի փոքր հանգիստ, ինչ-որ գործերից հանգստանալ։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք այդ օրը, կարող է հիվանդանոցը, կարող գնում եք այնտեղ բժշկի, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն և իհարկե դե բանկ և այլն։ Ոմանք այստեղ ինչ-որ մեկին կարող եք սպասել, կամ ինչ-որ բանի եք սպասելու այդ օրը, նաև կարիերայի հետ կապված մի փոքր շարժ կարող է լինել, եթե կանգնած էր այն, ապա այստեղ շարժ է լինում և հաջողություն ձեզ կբերի, միգուցե վաճառքներ կանգնած, միգուցե ինչ-որ մի բան էր կանգնած, որը կապված է ձեր կարիերայի հետ, դե եթե ինչ-որ միտեղ հետևորդներ և այլն, ապա կարող այդ հետևորդներն են կանգնած, դիտողականություն էր կանգնած, հիմա արդեն ոնց որ ամեն ինչը առաջ է գնում, այդ ամեն ինչը կարիերայի մեջ է մտնում։ Եվ դուք կարող եք գնալ ինչ-որ միտեղ մնալ երկար, ինչ-որ բաներ դանդաղում, ինչ-որ բաներ կանգնած, հիմա այդ ամենը ինքնըստինքյան կգնա առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 13-ին։
Հարգելի ցուլեր, մի քիչ լարված օր է այդ օրը։ Էմոցիոնալ կարող եք լինել, չգիտեմ, առավոտյան կամ երեկոյան։ Նաև սպասում եք կարող այստեղ այնպես տպավորություն, որ սպասում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի, հետո իմանում եք, որ ուշ է լինելու, եւ այդ պահերով ոնց որ լարված եք, լարվում եք, վերջում դե տուժում են ընտանիքի անդամները։ Այն ինչ-որ մեկի մոտ հաստատ այդպես է։ Բայց ընդհանուր առմամբ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասում, որը կուշանա մոտավորապես 1 ամիս, օրվա ընթացքում նաև կարող է ինչ-որ մի բան տանջել ձեզ, տատանել, այդպես հա, ծանրութեթև անեք, հետո կարող զանգահարել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկը ձեզ զանգահարի եւ կամ արտասվում եք կամ հուզվում եք եւ հետո վիճում եք ձեր երկրորդ կեսի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, կարող ուղղակի հուզվածությունից եք վիճում։ Դե կարող է ինչ-որ մեկը պետք է գար չի եկե, հավանականությունը նաև դա է։ Եվ կարող է էմոցիոնալ երեկոյան եք լինում, հա, այսինքն երբ որ վիճում եք, այստեղ կարող է նաև մինչև քնելը անգամ վիճված լինեք իրար հետ։ Դրա համար այստեղ կարող եք ձեզ ընդամենը զսպել, ուրիշ ոչինչ հարկավոր չէ ձեզ։ Արդեն գիտեք եւ կկարողանաք ձեզ զսպել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին մայիսի 13-ին։ Հարգելի եկորյակներ, այստեղ կասկածեցի, այս աղջկան, հետո հիշեցի, որ այս մյուս կինը ավելի շատ ուրիշ դիրքով է, քան մյուսը։ Դա չի ուզում տեղադրեի, որովհետև դա այդքան էլ լավ կին չէ։ Մի խոսքով, օրվա ընթացքում ոչ է ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ կարող եք նաեւ այդ հուզմունքից վիճել ինչ-որ մարդկանց հետ։ Նաեւ դա կարող է լինել օրինակ այս կինը այդ կինը կամ պետական աշխատող է, կամ բժիշկ է, կամ ուսուցչուհի է, կամ հա ինչ որ մեկն է, ում հետ որ կարող եք այդ օրը վիճել նաև, կամ գործ ունենալ, զբաղվել։ Այդ կինը այդքան էլ ինքը լավ կին չի համարվում այս քարտերում, դե նախանց կին է, չար կին է, ով որ չի ուզում ոչինչ անի, ոչ ոքի։ Դրա համար ելք եք փնտրում եւ կարող է հենց այդ կնոջ հետ եք, որտեղ ինչ որ մեկի հետ վիճելու եք, ինչ որ բանի համար վիճելու եք։ Եվ այստեղ պետական հիմնարկություններ կան, կամ հիվանդանոցը, որ ինչ որ այդ կինը ինչ որ մի ձևով ոչինչ չի ուզում ասել կամ չի ուզում թողնել ներս, դրա համար եք վիճում հետը, կամ ուրիշ բան է այստեղ։
Համենայն դեպս չար կինք այդ օրը եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 13-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք գնալ նման վայր։ Դա նաև ասում է, որ արդեն շատ եք հոգնել, հանգստանալու ժամանակն է, մի քիչ էլ տվեք ձեզ հանգստին։ Ժամը այդ օրը ձեզ համար կարևոր է օրվա ընթացքում, կարող եք ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ կամ ուզում եք ժամ պայմանավորվեք, բայց չի ստացվում, որովհետև փակ է։ Այստեղ կամ մի քիչ ուշ եք զանգահարել, կամ չի ստացվում, մի խոսքով կարող զբաղված է։ Դա կարող է դրա հետ կապված լինել։ Իսկ ընդհանրապես ժամը կարևոր է։ Եվ ինչ-որ մի բան, եթե փակ է, ապա դա կարող է լինել նաև հիվանդանոցի հետ կապված, այնտեղ չեք կարողանում մտնել, այնտեղ չեք կարողանում հենց թեկուզ ժամ վերցնել։ Եթե որոշում եք զանգեք, հենց այդ պահին զանգեք, ոչ թե ասեք հետո կզանգահարեմ։ Միգուցե դա է պատճառը։ Եվ տան հետ կապված ոչ թե իրադարձություններ կան այդ օրը, կարող է երեկոյան ուղղակի տանն եք անցկացնելու ընտանիքի հետ, կամ գնում եք հյուր, կամ ձեզ են հյուր գալիս, ոչ թե մի բան եք նշում այդ օրը, կամ ինչ-որ տեղափոխություններ, հա, տան հետ կապված ինչ-որ բաները մարդիկ կարող են լինել, անգամ տուն փնտրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 13-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է բժշկական կենտրոնը, ուսման հաստատությունը, ուսումնական նաև յուրաքանչյուր պետական հիմնարկություն, այդ օրը ինչ-որ գործեր ունեք, կամ դա է ասում, որ փակ է, կներեք, չնայած, որ եթե էմոցիոնալ չլինեք այդ պահին, կկարողանաք այդ հարցին լուծում տալ, էմոցիաները ձեզ կխանգարեն, որ ավելի չփակեք, եթե օրինակ ասում են չի ստացվում ինչ-որ մի բան, եթե դուք գորգռեք այնտեղ, ավելի կվնասեք, ձեզանից է կախված։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ հույս ունեք կամ հույսներ դելեք ինչ-որ բանի վրա, ինչ-որ մեկի վրա, հա, այսպես հույսով սպասում եք կամ հույսով լցված եք։ Օրվա ընթացքում նաև կմտածեք, կամ կմտածեք ընտանիքի անդամների մասին, կամ կմտածեք տան մասին, կամ ինչ-որ բան է այստեղ, որ ինչ-որ մի բանի մասին կմտածեք այդ օրում, ինչ-որ մեկի մասին, ով սիրահարվել եք։ Նաև տան հետ կապված, որ իրադարձություններ ունեք, այստեղ սեղան կա, հնարավոր է սեղանի շուրջ եք նստում, կամ ձեր տանն է առիթը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Եվ ինչ էլ որ լինի, երեկոյան հաջողություն կա, հաջողությամբ կարող եք ավարտել որևիցե մի գործողություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 13-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոչ է կին կա, կախարդ, նաև երկերեսանի մարդ, հնարավոր է այդ կինն է, այդ կնոջն է ցույց տալիս, ուղղակի ցույց է տալիս, որ երկերեսանի է այդ կինը։ Նաև օրվա ընթացքում ոչ է հեռախոսազանգ, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կարող են զանգարել եւ ինչ որ մի բան առաջ է գնալու, ինչ որ մի բան զարգանալու է, այդ հեռախոսազանգից է կապված։ Նաև գումար կարող եք ստանալ, կամ գումար ծախսեք։ Ձեր ինչ-որ գործունեությունը առաջ մղելու համար գումար եք ծախսում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 13-ին։
Հարգելի կշերկներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, հնարավոր է նաև հիվանդանոցի բառորդ հիվանդանոցի հետ կապված ոչ իրադարձություններ, նա կարող է երեխա է ծնվել կամ դուրս ենք գրել ինչ-որ մեկին հայ եւ տուն եք բերելու համար սեղանն եք պատրաստում կամ նստում եք, ուրախանում եք այդ հարցի շուրջ։ Նաև այդ օր ինչ-որ մի բան այդպես փուչիկի նման կարող է պայթել եւ պետք է ուշադրություն դարձնել նաև խաբեություններին, որովհետև հավանականությունը շատ մեծ է եւ այստեղ օծեր կան, էմոցիոնալ վիճակ, այսպես կամ իրենք են այդ դա ուզում բացահայտեն, կամ իրենք են այդ չար ինչ-որ բաներ անում, կամ հա ինչ-որ ուզում են խաբել ձեզ, ուզում են մոլորեցնել ձեզ, եւ դուք էմոցիոնալ եք այդ ամեն ինչը հասկանում եք եւ օծերին էլ է ոնց որ ավելի պարզ եք տեսնում թե ինչ է կատարվում։ Եվ ինչ-որ մի բան կարող է իրենց այդ արարքով փակ է, ինչ-որ մի բան փակվում է ձեզ մոտ։ Եվ այստեղ նեղվում եք, մի քիչ դժվար կարող է բացվել։ Եթե շատ ստրեսի մեջ չընկնեք եւ ինչ-որ գործողություններ անեք, ապա այդ ամենը ձեզ մոտ կբացվի, այդ ամենը ձեզ մոտ կկատարվի։ Կամ այնքան եք ուրախացել ինչ-որ գործից, որ հետո սկսել եք կիսվել սրա նրա հետ, եւ հետո զգացել եք, որ չէ, այստեղ չար մարդիկ կան եւ ինչ-որ գործողություններ կարող անել, որոնք որ դրանից հետո փակվում է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 13-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից, կամ ուշ եք արթնանալու, նաև դժվարությամբ եք քնում։ Մտքերի մեջ կարող եք լինել արթնանալուց անմիջապես հետո ինչ-որ մի բան է ձեզ տանջում, կամ շուտ եք արթնացել եւ մտածում եք որից սկսել, որը անել առաջինը, հա, նման ինչ-որ մի բան։ Այստեղ տանը նստած հյուրերի եք սպասում, կամ տան հետ կապված ինչ-որ մեկին եք սպասում, կարող գալիս ինչ-որ մի բան սարքելու տանը, ուղղելու, ինչ-որ մի գործողություն կարող անել, կամ առիթ է եւ սպասում եք տվյալ մարդկանց, որպեսզի գան։ Նաեւ ամուսնության հետ կապված կարող է այստեղ գալիս են ձեզ առաջարկում են քավորկին, այդպես քավոր եւ այլն, հա, կնքահայր, կնքահամայր։ Նաեւ դա նշանակում է ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, ոմանց համար այստեղ ընտանիքի միավորում, ընտանիքն է ուղղակի ցույց տալիս, որ բոլորով միասին ինչ-որ մի բան հենց կարող է նշեք, կամ ընտանիքում շատ կարևոր ինչ-որ
մի բան է ձեզ համար կամ զույգերի համար, կամ մի տարին է, կամ ինչ-որ մի բան։ Ում պատրաստվում եք հարսանիքի, կամ սա հարսանիքից հետո, որ ասում է կարմիր խնձորն է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում շփում ունեք հոյոցե տղամարդու հետ, ոմանց համար սա սիրային է, ոմանց համար սա պետական աշխատող կարող է լինել, ինչ-որ մի մասնագետ, տնօրեն եւ այլն։ Ոմանք կարող է հարցազրույցի են այստեղ գնում աշխատանքի հետ կապված, որովհետեւ հնարավոր է հարցազրույց, աշխատանքի ընդունելություն, շատ աշխատանք, բիզնեսի առաջ խաղացում, այդ օրը ինչ աշխատանք ունեք անելու կանեք, առաջ կգցեք ձեր գործերը, զարգացում ունեք, հա, ինչ-որ մի լավ բան։ Բացի դա էլ, եթե աշխատանք եք փնտրում, հա, այդ օրը կարող աշխատանք այսօր կողմ փնտրեք եւ ի վերջո ինչ-որ մի բան կգտնեք այդ աշխատանքների միջից, հա, որտեղ զարգացում ունեք, հնարավոր է նաեւ ինչ-որ մի բան գտնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այդեղ ջուրներին մայիսի 13-ին։ Հարգելի այդեղ ջուրներ, այդ օրը ինչ-որ մարդիկ հաստատ գնալու են հիվանդանոց, ինչ-որ մարդկանց մոտ այստեղ երեխա է ծնվում, ինչ-որ մարդկանց մոտ
դա կարող է լինել դուրս գրում հիվանդին, հիվանդանոցից, ինչ որ մի լավ բան է տեղ ունենալու, լավ լուր եք լսելու, կամ հիվանդի մասին, կամ այնտեղ ծննդաբերության մասին եւ այլն։ Այսպես թե այնպես գնալու եք նման տեղ։ Ոմանք կարող են բժշկական հաստատություն են գնում կամ մի խոսքով այդ օրը լավ լուր ունեք, բարի լուր ունեք։ Հանդիպում ոչ է տղամարդու հետ, դա կարող է լինել բժիշկ, դա կարող է լինել նոր սեր ոմանց համար, նոր ծանոթություն, պետական աշխատող, ձեր հայրը, ձեր ամուսինը եւ այլն, ինչ որ մի տղամարդ է։ Եվ երեկոյան սպասում եք ինչ որ մեկին, ինչ որ բանի եւ փակ է, չի ստացվում։ Պետք չի կանգնել, պետք է գործել, ինչ որ մի բան անել, որպեսզի այն առաջ գնա։ Եվ դուք կարող այդ գործելը ուղղակի անում եք վեճի գնով։ Ուզում եք վիճեք, որ բայց չէ, ինչ որ անհնարին բան է դա, վեճի գնով չեք կարողանա, եթե ուզում եք մտնեք օրինակ հիվանդանոց կամ այսպես թե այնպես ինչ որ ձևով եւ ձեզ այնց է կախված եւ կանգնած է ինքը ինչ որ մի բան է պահում։ Ինչքան էլ վիճեք, միևնույն է, եթե ինչ որ մի բան կա պահող, չի կարող դա բացվել, չի կարող դա տեղի ունենալ։ Այսքանը։ Դե ամեն մեկի մոտ կարող է այստեղ ինչ որ մեկին չի համապատասխանում ինչ որ մարդկանց, որտեղ ինչ որ շատ հիվանդանոցային պայմանները մի քիչ շատ են այստեղ։ Չեմ կարծում որ բոլորի մոտ դա կլինի։ Ինչ որ մեկը կարող է ինչ որ մեկի մասին լսի, ոչ թե հենց անձամբ ձեզ մոտ է։ Կարող է լսեք ինչ որ նման մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը տատանվում եք, ինչ որ հարցեր կան, որոնք որ ձեզ տանջում են, բայց դռները բաց են, ընդհանրապես ձեզ պետք է որ դուք ներս մտնեք, ինչ որ բաներ անեք, ինչ որ գործեր անեք, որովհետև շատ մեծ հաջողություն ունեք եւ չգիտեմ, կարող է դրանից հետո եք տատանվում, թե ինչ անեք, ինչպես վարվեք, դա արդեն չեմ կարող ասել, բայց շատ մեծ հաջողություն ունեք, դռներն էլ բաց են, հանգիստ գնացեք մտեք։ Ոչ է լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, նաև հանդիպում շփում ոչ է տղամարդու հետ, ոմանց համար սիրային է, ոմանց համար ընտանիքի անդամ կամ նաև ինչ որ մի պետական աշխատող։ Օծեր կան եւ ձեր շրջապատում այստեղ տատանվում եք ավելի շատ ձեր առողջության հետ կապված կամ ուզում եք դիմեք հանգստանալու համար եւ այդ հանգիստը ձեզ կտան։ Պետք չի անհանգստանալ։ Կամ տատանվում եք գնաք բժշկի արդյոք թե ոչ եւ այլն։ Եվ օծեր կան։ Օծեր ձեր շրջապատում։ Երեկոյան կամ վերաբերմունքը կնկատեք կամ այդպես հայացքները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։
Ինչ է սպասվում ձկներին մայիսի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ որ կարող է ոմանք տղայի մասին մտածեն, ոմանք տղամարդու, ամուսնու, կնոջ, ոմանք էլ այստեղ նորսեր է, ինչ որ կարող այդպես մտածեք ինչ որ մեկի մասին։ Նաև կարող հանդիպել ոչ թե տղամարդու հետ, կարող դա լինել պետական աշխատող, կամ մտածեք պատասխան չտվեց, մտածեք չասեց ոչինչ, չդիմեմ իրեն արդյոք, նման կարող մտքեր նաև ձեզ մոտ լինի։ Եվ ճանապարհ եք գնալու այդ օրը, ոչ թե ելք եք փնտրելու, բայց փակ է, մի քիչ դժվարությամբ կարող է բացվել այն, եւ որ չի ստացվում ինչ-որ մի բան, ելք փնտրել, կարող եք նամակագրական կապի մեջ լինել ինչ-որ մեկի հետ եւ փորձել այդ ամեն կարգի բերել, բայց չեմ կարող հստակ ասել կլինի արդյոք թե ոչ։ Ինչ որ ձեւ ձեզանից է կախված, այդ մարդուն կգրեք, կդիմեք, երբ կգրեք, ինչ կասեք, ինչ որ նամակագրական կամ ինչ որ փաստաթուղթ կարող է պետք է վերցնեք եւ դա է խնդիր ստեղծվում։ Փաստաթուղթ պետք է ուղարկեք ինչ որ մեկին, դա է ուշացել եք այդ օր օրինակ արդեն էլ չեն ուղարկի, ինչ որ նման որևիցե հարցեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։